Պատվարժան դատարան, քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի առաջին մասին համաձայն, եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին։ Վերահաստատելով, որ առհասարակ Լիդիա Մանթաշյանը ներկայացված մեղադրանքը ապօրինի է եւ հետապնդում է մի եկով 18-րդ հոդվածով սահմանված այլ նպատակ, իսկ մեղադրանքի հիմքով կալանք խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ է, գտնում եմ, որ այս վարույթի շրջանակներում արձանագրված առնվազն այս դատական ակտերով արձանագրված հանգամանքների ուժով Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը ենթակա է վերացման կամ փոփոխման հետևյալ պատճառաբանությամբ։ Մեղադրյալի փախուստը կանխելու հիմքի առկայությունը մերժվել էր դեռևս 20/08/2025 թվականին Երևան քաղաքի առաջին այցային ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու հիմքի բացակայությունը արձանագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ եւ ըստ էության մնացել էր միայն մեկ արձանագրվել էր դա վարույթին խոչընդոտելու ռիսկն էր։ Սակայն 2025 թվականին եւ ցանկանում եմ արձանագրել, որ այս նույնանման իրավիճակը արկա էր սույն գործով 18 մեղադրյալներից շատերի նկատմամբ, թիվը չեմ հիշի, կարծեմ 6-7 հոգու նկատմամբ այս իրավիճակներ տիրում, որ արկա էր մեկ խափանման միջոց, մեկ կիրառելու ռիսկ։ Խափանման միջոց չէ, հիմք եւ 25 թվականի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի առաջին այցանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել երկարացնել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը, համարելով, որ արկա է այդ ռիսկը եւ միևնույն ժամանակ միակ թույլատրելի խափանման միջոցն է, մինչդեռ նույնանման հանգամանքներում այլ մեղադրյալների նկատմամբ մեղմացավ կիրառված խափանման միջոցը եւ նրանց նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն։ Ես գտնում եմ, որ այս պարագայում բոլորի օրենքի արչեւ եւ դատարանի արչեւ հավասարության սկզբունքի պահպանումը ենթադրում է, որ փոխվել է քրեական դատավարության 117-րդ հոդվածով սահմանված իրավաչափության պայմանը եւ այդ 20-ի դրությամբ, այսինքն այդ տարբերությունը այնքան ակնհայտ էր եղել, որ գրեթե ամբողջ հանրապետությունը սկսեց խոսել Լիդիա Մանթաշյանի կալանքի մասին։ Ես փորձեմ իհարկե ում արձագանքը չեմ թվարկի թող ինձ ներող լինեն, բայց կուզեմ արձանագրեմ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը այս բանի նկատմամբ, որ պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը, այնուամենայնիվ հարկ է համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին, հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը եւ առաջացնել այլ համակարգային խնդիրներ։ Սա արձանագրում եմ ասել է օմբուդսմենը հենց Լիդիա Մանթաշյանի կալանքի վերաբերյալ, ասելով, որ այս ազդակը, այս տարբերակված մոտեցումը, որ մենք տեսել ենք նախորդ նիստով այս դատարան նկատմամբ, նաև հաշվի առնելով գործի հնչեղությունը, հանրության նկատմամբ կարող է առաջացնել հանրության մոտ համակարգային խնդիրներ վստահության, դատական իշխանության հանդեպ վստահության առնչությամբ։ Լիդիայի կալանքի մասին արձագանքել են նախկին մարդու իրավունքների պաշտպանները Լարիսա Ալավերդյանը, Արման Թաթոյանը,
արձագանքել են մի շարք պատգամավորներ, իրավապաշտպաններ, ասելով, որ իրենց համար, նույնիսկ այն իրավապաշտպանները, որոնք ի հակառակ մեզ այս ամեն ինչում քաղաքական հետապնդում չեն տեսնում, արձանագրել են, որ իրենց համար, որպես անաչառ դիտորդի, գործով չշահագրգռված անձանց, տարօրինակ է եղել այս տարբերակված մոտեցումը։ Եվ ուզում եմ զուտ մի քանի թիվ ասել այս բանի վերաբերյալ, այս նախորդող մեկ շաբաթվա ընթացքում ես հատուկ տեխնիկական միջոցների կիրառում փորձում եմ միայն ինտերնետում տեսնել, թե քանի արձագանք է ստացել Լիդիայի այս կալանքի որոշումը, 549 հրապարակում միայն առցանց մամուլում ա եղել, չհաշված 3 ազգային ժողովում լսումների ընթացքում այն հանգամանքը, որ ասում եմ նույնիսկ մնացած Հայաստանի Հանրապետության այլ քաղբանտարկյանների հարազատներն ու պաշտպանները առաջին հերթին աղաղակում էին Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված այս անհամաչափ խափանման միջոցի մասին։ Շատերը բերում էին, ես էլի գաղափարապես նաև Լիդիայի հետ համակարծիք լինելով, որ այս պարագայում մենք չէ, որ պետք է շեշտենք Լիդիայի կին լինելու հանգամանքը, բայց փաստորեն Պարեն Վարդևանյանի վկայակաչած Վճռաբեկ դատարանի որոշումը ևս մեջբերվել է քիչ առաջ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից եւ մամուլից տեղեկացանք, որ նաեւ ներկայացվել է խնդրագիր գլխավոր դատախազին հենց այս հիմնավորումներով, որ կիրառելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը կանանց նկատմամբ այլ տարբերակված մոտեցում, այսինքն լրացուցիչ վավերապայման սահմանելու մասով պետք է ևս կիրառելի լինի Լիդիա Մանթաշյանի նկատմամբ եւ այս տարբերակված մոտեցումը ևս խնդրահարույց է արդարադատության տեսանկյունից։ Նույնիսկ բանում մինչև այսօր էլ շարունակվում են մարդիկ, պատերազմի մասնակիցներ, ովքեր չեն ճանաչում Լիդիա Մանթաշյանին եւ Լիդիան էլ իրենց չի ճանաչում, այս անարդարությունը տեսնելով 4-րդ օրն է արդեն նստածույց են իրականացնում գլխավոր դատախազության դիմաց, 3 նաև ազգային ժողովի դիմաց, պահանջելով Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվի։ Ես էլի եմ ասում, ցավոք սրտի կամ բարեբախտաբար ու հանուն արդարության մենք չունենք որևէ հիմք վկայակոչելու, որ օրինակ Լիդիա Մանթաշյանը ինչ-որ հիվանդություն ունի, չնայած ճակատագրի հեգնանքով ինչ-որ էս մրսածություն է ձեռք բերել, այդքան էլ լավ չի զգում իրեն, բայց այսինքն բժշկական փաստաթուղթ չունենք էլի գրիպի համար ներկայացնելու։ Ասում ենք, որ իրավաչափության պայմանը այս կոնտեքստում փոխվել է եւ միջնորդում ենք դատարանին, որպեսզի կիրառի վերացնի կամ փոխի Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, կիրառելով վարչական հսկողություն, բացակայելու արգելք կամ գրավ մինչև 2.100.000 դրամի չափով կամ այս խափանման միջոցների որևէ համակցություն։ Եթե կհամարեք, որ բավարար չի, այլ խափանման միջոց ևս կարող եք կիրառել։ Այս պարագայում նաև էլի պետք է, քանի որ այս միջնորդությունը քննվում է, ևս մեկ անգամ արձանագրեմ այդ վարույթին խոչընդոտելու ռիսկի անհիմն լինելը։ Ասեմ, որ Լիդիա Մանթաշյանի դեմ չկա որևէ անձ, որը ցուցմունք է տվել, որը Լիդիա Մանթաշյանը կուզենար կամ կարող է օբյեկտիվ իրականության մեջ փոխել։ Մնացած որևէ ապացույցի նկատմամբ օբյեկտիվորեն Լիդիա Մանթաշյանը ոտնձգել չի կարող։ Եվ այդպիսի պնդումներ անելու համար չունենք որևէ փաստական հիմք, չունենք որևէ տվյալ, որ որևէ վարույթի, որևէ գործընթացի իրավական Լիդիան երբևէ փորձել է խոչընդոտել։ Ուստի ևս մեկ անգամ պատվարժան դատարան միջնորդում եմ վերացնել կամ փոխել Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։